Այս շենքում են որոշվելու մերձիշխանականի համբավ ունեցող խոսնակ լրատվականի ու բլոգեր Ռոման Բաղդասարյանի ճակատագրերը։ Նրանց հրապարակումներում ներազգային թշնամանք տարածելու տարրեր են նկատել Արցախի մայրիկների աջակցման կենտրոն եւ մտքի ուժը հասարակական կազմակերպությունները հանցագործության մասին հաղորդումներ կայացրել։ Նախորդ շաբաթ քննչական կոմիտեն որոշել է վարույթն նախաձեռնել։ Խոսնակի դեպքում եղել է գյումրեցիների եւ արցախցիների վերաբերյալ ատելության խոսքի տարածումը։ Մինչ այդ ես դիմել էի լրագրողական դիտորդ մարմնին, որը տվել էր իր փորձագիտական եզրակացությունը, որտեղ հստակ նշվում էր, որ ներազգային ատելություն տարածելու փաստ կա։ Այս բնույթի մեղադրանքներին լրատվականն արձագանքել է ապրիլի 17-ին գրելով, թե խոսնակ լրատվականը չի իրականացնում ատելության քարոզ, այն ներկայացնում է հայ ազգի խոսքը։ Բլոգեր Ռոման Բաղդասարյանը ըստ մտքի ուժը ՀԿ ներկայացուցչի պարզաբանումների փոխարեն շարունակել է ներազգային թշնամանք տարածող հրապարակումները։ Վարույթը նախաձեռնելուց անմիջապես հետո ինքը 3 հրապարակում է կատարել Facebook-յան սոցիալական ցանցում, նմանատիպ հրապարակումներ, որը ստիպել է, որպեսզի ես միջնորդություն ներկայացնեմ նրան համապատասխան խափանման միջոց կիրառելու, որպեսզի ինքը այլևս նույն հանցագործությունը չկատարի։ Բլոգերը արցախցիներին է թիրախավորում, ասում է Աղաբեկյանը, ոչ եթերային բառեր օգտագործում, ինչն էլ հայցադիմումի պատճառ է դարձել։ Ռոմանի պարագայում հայտնի հրապարակում կար, որտեղ ինքը ասում է, որ արցախցիների 13-14%-ից բացի բոլորին տարբեր պիտակավորումներ է տալիս, ոչ եթերային պիտակավորումներ։ Ռոման Բաղդասարյանի ու խոսնակ լրատվականի թիրախում միայն արցախցիները չեն, ասում է Աղաբեկյանը, Գյումրիում ընդդիմադիրների հաղթանակից հետո երկրորդ քաղաքի բնակիչներն են կոշտ քննադատության արժանանում նրանց կողմից։ Սա արցախցիների խնդիր չի եւ ոչ էլ գյումրեցիների խնդիր է։ Սա ազգային անվտանգության հարց է, որտեղ ադրբեջանցիները պետքա միլիարդավոր դոլարներ ծախսեին, որպեսզի հայաստանյան հասարակության մեջ տարբեր շերտերի բաժանեին, միմյանց միջև թշնամանք անեին։ Աղաբեկյանն ասում է, միջնորդել են այնպիսի խափանման միջոց կիրառել, որ բլոգեր Ռոման Բաղդասարյանը չկարողանա շարունակել նույն ոճի հրապարակումները։ Տարբերություն չկա այդ խափանման միջոցը, ինչպեսին կլինի։ Նա պետք է դրան զրկի գրառումներ անելու հնարավորությունից։ Հայտնի չէ ինչ կարգավիճակ ունեն բլոգերն ու լրատվամիջոցը։ Քննչական կոմիտեն բանավոր մանրամասներ չի հայտնում վարույթներից։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։